Ընկերներ, ողջույն, շարունակում ենք գծային հաշվի տեսության ուսումնասիրությունը, այդ թեմաների շրջանակներում այսօր միասին ուսումնասիրելու ենք եւ հասկանալու ենք ինչ բան է որոշիչը, դիտարկելու ենք ավելի լավ օրինակներ նաեւ երկրորդ եւ երրորդ կարգի մատրիցների հետ կապված։ Նախ եւ առաջ նշենք հետեւյալը, որ որոշիչը դա սահմանվում է միայն քառակուսային մատրիցների համար, այսինքն այն մատրիցներ, որոնց տողերի եւ սյուների քանակը իրար հավասար են։ Ու նշանակում ենք n անգամ n չափի մատրիցներ, այդ մատրիցները քառակուսային մատրիցներ կամ անվանում են n երրորդ կարգի քառակուսային մատրիցներ։ Այստեղ արդեն a մատրիցը մեր ինքը n երրորդ կարգի քառակուսային մատրիցը, որտեղ անհայտների քանակը եւ տողերի քանակը n է։ Այստեղ տեսեք n է։ Ուրեմն որոշիչը նշանակվում է երկու եղանակով կամ այս տարբերակով կամ այս տարբերակով, երկուստը գործնականում կիրառվում են, եւ օրինակ մատրից դες տրված լինի, մատրիցը գրելու ենք այստեղ, բայց որ թե այդ մատրիցը նշանակենք օրինակ i-ով, վերջում պատասխանում գրելու ենք օրինակ դետերմինանտ an հավասար է այն թիվը, որը որ ստացել ենք, ընդհանրենք 0 ենք ստացել։ Որոշիչը ընդհանուր առմամբ հաշվում է այս բանաձևի միջոցով։ Ուրեմն այս բանաձևում սրանք զուգորդություններ են, իսկ այստեղ էպսիլոն-պին սա նշանն է, որը 1 է, եթե զուգորդությունը զույգ է եւ -1, եթե զուգորդությունը կենտ է։ Բայց այս ամեն ինչը ավելի պատկերավոր, այս բանաձևն ավելի պատկերավոր, եկեք հասկանանք հետ երկու չափի մատրիցների վրա, դիցուկ ունենք երկու չափանի մատրից։ Ուրեմն այստեղ սահմանենք երկու գաղափար, գլխավոր անկյունակից, որը a1 a2 2-ն է, սա գլխավոր անկյունակիցն է, եւ երկրորդական անկյունակից, որը արդեն a-ից ձախ, այս սա է։ a1 2 a2 1, սա երկրորդական, սա գլխավոր անկյունակից։ Երկու չափի մատրիցների դեպքում իր որոշիչը դետերմինանտը հաշվում է հետեւյալ կերպ. գլխավոր անկյունակցի տարերի արտադրյալ հանած երկրորդական անկյունակցի տարերի արտադրյալ։ Տեսեք, այստեղ սխեմատիկ ներկայացված է։ Սա վերցնում ենք դրական նշանով եւ երկրորդականը վերցնում ենք բացական նշանով։ Այսինքն, այս դեպքում պետք է եթե դետերմինանտ an ենք ուզում հաշվենք, գրենք դետերմինանտ an դա հավասար է a1 1 անգամ a2 2 հանած երկրորդական անկյունակցի տարերի արտադրյալ, այսինքն a1 2 անգամ a2 1։ Այսա, սա երկրորդական ներկայացման համար։ Այստեղ ունենք օրինակ, ենթադրենք ունենք այս մատրիցը, երկու չափանի մատրից է, որի դետերմինանտը պետք է հաշվենք։ Սա դետերմինանտը հավասար կլինի 1 անգամ 4 հանած 2 անգամ 3, այսինքն հավասար է -2։ Եթե օրինակ այս մատրիցը ես նշանակել էի i-ով, հա, a-ը հավասար սրան, այսպես շրջեմ սրա վրա։ Ուրեմն գրենք վերջում պատասխանը այսպես դետերմինանտ an հավասար է -2։ Սա երկու չափանի մատրիցների համար, հիմա եկեք միասին դիտարկենք եւ ունենք 3 չափանի մատրիցներ, այստեղ տվյալը 3 չափանի մատրից է ներկայացված։ Ուրեմն 3 չափանի մատրիցների համար ոնց ենք հաշվում։ Ուրեմն տեսեք, հիմա գլխավոր անկյունակցի տարեր, այսա a1 1 a1 2 a3 3 այստեղ ներկայացված է։ Հաջորդի պետք է վարվենք հետեւյալ կերպ, տեսեք, պետք է վերցնենք ամեն տողից եւ ամեն սյունից մեկական տար, բայց այնպես որ չկրկնվի։ Այսինքն, եթե ես օրինակ վերցրեցի այս տարը, ուրեմն ես պետք է ընտրեմ, ուրեմն ես այս տարը չեմ կարող ընտրել, որովհետեւ այս սյունից 2 տարինում։ Այս տարը հետեւաբար չեմ կարող ընտրել, այսինքն ընտրվում է այս տարը։ Եթե այս տարն ընտրեմ, նշանակում է սա չեմ կարող ընտրել, այսինքն ընտրվելու է այս տարը։ Սա 1 զույգ, այսինքն a1 2 a2 3 a3 1 2 3 a3 1 եւ արդեն մնաց սա եւ սա էլ արդեն մեկ այլ արտադրիչ գումարելի, որոնց արտադրյալը դառնում է գումարելի, այսա։ Ահա, ես 3 դիրքով դիտարկեցի։ Հիմա եկեք ես սա մաքրեմ ու փորձեմ ինքը տարբեր գույներով ընդգծեմ, որ դուք պատկերացնեք։ Շատ լավ, գլխավոր անկյունակից երկրորդ մոտեցումը լինելու է սա եւ սա, այսինքն այսենց։ Սա եւ երրորդը լինելու է սա եւ սա, այսպես։ Այս տարերն ենք ընտրում, սա դրական նշանով ենք վերցնում։ Հիմա արդեն ասենք բացասական նշանի ընտրության, տարերի ընտրության, հա, մյուս կողմից են գալիս, ուրեմն ոնց ենք վարվում։ Երկրորդական անկյունակցի տարեր։ Ընտրեցինք։ A3, A1 3, A2 2, A3 1, ընտրեցինք, շատ լավ։ Հիմա նորից նույն մոտեցումն է արվում։ Պետք է ամեն տողից ուսունից ընտրել մեկական տար։ Ոնց վարվենք, ոնց անենք դա, ուրեմն վերցնենք այս տարը, եթե ընտրում եմ այս տարը, այսինքն սա չեմ կարող ընտրել, հետեւաբար պետք է ընտրեմ սա ընտրեցի, որտեղ եթե սա ընտրեմ, նշանակում է մյուսունից ես 2 հատ եմ վերցրել, բայց չեմ կարող, ամեն տողից եսունից պետք է լինի մեկական։ Սա եւ սա կընտրեմ։ Այսինքն a1 2 a2 1 a3 3 a1 1 a2 3 a3 3, հա, սա է, այս է, ու մնում է արդեն a1 1-ը, a2 3-ը եւ սա, այսինքն մնաց սա նաեւ։ Ու այդպես։ Ու սա արդեն բանաձև է, այսինքն առաջին ներկայացվածը դա պլյուսով ենք վերցնում, սրանք մինուսով, ինչ թիվ ստացանք, դա լինում է մեր մատրիցի որոշիչը։ Եկեք օրինակի վրա դիտարկենք, ունենք այս մատրիցի, հիմա սրա որոշիչը ոնց ենք հաշվում։
Դրական թվերն են վերցնում։ Այսինքն միած գլխավոր անկյունագծի տարերը։ Գլխավոր անկյունագծի տարի արտադրյալ կտա ինձ 45։ Հետո վերցնում եմ 2-ը, 6-ը եւ 7-ը։ Այսինքն այստեղ ստացվում է 12 անգամ 7, որը լինում է 84։ Գումարած 84։ Եվ մնաց արդեն ինձ 3-ը, 4-ը եւ 8-ը, հետեւաբար 3 անգամ 4-ը 12, 12 անգամ 8-ը 96 ոնց որ թե։ Գումարած 96։ Վերջ, ես արդեն դրականները հաշվեցի։ Հիմա մյուս կողմից եմ հաշվում բացասական տարերը։ Շատ լավ, ուրեմն բացասական տարերը ոնց ենք հաշվում։ Երկրորդական անկյունագծի տարերը։ Երկրորդական անկյունագծի տարերը կլինի արդեն 35 անգամ 3, այսինքն 105 մինուս 105, մինուսով ենք վերցնում։ Հետո վերցնում եմ 2-ը, 9 եւ 4-ը, որ 1-ն ու 6-ը 3 հերձ է։ 2-ը, 9-ը եւ 4-ը։ Ուրեմն սա կտա մեզ 8 անգամ 9, այսինքն 72 եւ հանած 1 անգամ 6 անգամ 8 48։ Եվ սա եթե հաշվենք, ապա այստեղ ոնց որ թե ստացվում է 0։ Այսինքն այս մատրիցի դետերմինանտը a, եկեք ստե գրեմ a-ն, որ հավասար է սրան։ Դետերմինանտ a-ն հավասար է 0։ Դետերմինանտը կարող լինի դրական թիվ, կարող լինի բացական թիվ։ Իրենք իրարությունը ավելի շատ թե որտեղ այն պետք դրական թվի դեպքում ինչ նշանակում, բացական թվի դեպքում ինչ նշանակում, մենք արդեն միասին հաջորդիվ կուսումնասիրենք։ Այսօրվա համար այսքանը, ընկերներ, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։